Ծնվել ու ապրում եմ Վարպետների քաղաք Գյումրիում։ Ապրելով մի միջավայրում, որտեղ շուրջը 19-րդ դարի Ալեքսանդրապոլի շքեղագույն ճարտարապետությունն է իր հին տերներով, ամեն օր սիրահարվում ես քաղաքիդ։ Հետաքրքրասիրությունս կապված Գյումրու հին տերների հետ բերեց նրան, որ երկար փորձարկումներից հետո ստեղծեմ հին տերների տեսքով մանրակերտ մոդելներ։ Մասնագիտությամբ նկարիչ դիզայներ եմ, նաև 25 տարի զբաղված եմ քարտաշությամբ, բուխարիներ պատրաստող վարպետ եմ։ Իրական չափերի մեջ աշխատելով այդ շենք, շինություն, շարվածքներ, այդ մեծ չափերին երբ տիրապետում ես, արդեն այդ փորձը ու վարպետությունը այստեղ տրվում է այդ փոքր չափերի մեջ։ Մանրակերտերի մեջ ներկայացված է Գյումրվա արհեստների մի քանի տեսակներ՝ քարտաշություն, տարբնագործություն, փայտագործություն, նաև արտահայտում է գյումրեցու կենցաղը։ Հուշանվերները իրական տերների 30 անգամ փոքր մանրակերտ մոդելներն են։ Մոդելները պատրաստելիս օգտագործում եմ բնական նյութեր, քար, փայտ, երկաթ, պղինձ, փայտի նույն տեսակը, որով տերներն էին պատրաստում, սոճենու, եղևնու այն սերուն փայտն է, նույն այն տուֆը, որով կերտված է Ալեկպոլյան ճարտարապետությունը, այդ շքեղ շենքշինությունները, պողպատ ընդունված նյութ Գյումրվա տարբնագործության մեջ, պղինձը նույնպես զետեղված է այս գործի մեջ։ Ստեղծեցինք բրենդը մեր ազգանունի հիման վրա, Հակոբյան հուշանվերներ, հազարավոր մարդիկ մեր տերներից արդեն ձեռք են բերել ու շարունակվում է այդ հետաքրքրությունը։ Արդեն շատ մոդելներ աշխարհի տարբեր անկյուններում են սփռված։ 3 սերնդի տերներ ունենք, որ պատրաստում ենք։ Մեկը բացվող փեղկերով տարբերակն է, որը չափերով ավելի մեծ է։ Նախատեսած է փեղկերից ներս լուսանկար տեղադրելու համար, սիրված գործերից մեկն է իմ։ Տրել եմ հորս պապի ու տատի նկարը։ Լուսանկարը պատվում է էպոքսիդային խեժով, շերտ է տրվում բավականին հաստ, ինքը խորության իմիտացիա է ստեղծում։ Շատ կարևոր է, որ գործի մեջ տրվի սիրտ, հոգի, անես այդ գործը նրբանկատությամբ, ճաշակով ու անպայման բարձր վարպետությամբ։ Գեղագիտական մասը ապահովելը պարտադիր է, որ գործը ունենա արժեք։ Գնահատականն է, որ միշտ մոտիվացնում է մարդկանց գնահատականը, ու գործի մեջ անպայման դու քո հեքիաթը պետք է տնես, այսինքն այդ տերները իրենց մասին, իրենց հեքիաթը պետք է պատմեն մարդկանց։ Չեմ մտածել երբևէ գործունեությունս մեր երկրի սահմաններից դուրս անել։ Գյումրին այն միջավայրն է, որտեղ ես ձևավորվել եմ, ստացել եմ մասնագիտություն, կայացել եմ թե որպես մարդ, թե որպես մասնագետ, կազմել եմ ընտանիք, ստեղծել ընկերություն, այսինքն Գյումրին իմ տունն է, մեկ բառով ասած, որտեղ ու ես լավ ես զգում ու կա ամեն պայման ստեղծագործելու ու լավ ապրելու համար։ Կարևորը, որ ամենքս մեր տեղում լինենք, մեր մասնագիտությամբ, մեր գործով եւ ամենահնարավոր տարբերակով լավ կատարենք մեր գործը սրտացավությամբ, որովհետեւ այդ ամեն ինչը ուղիղ կերպով կապված է մեր երկրի պետության զարգացման հետ։ 3 որդի ունեմ, իրենք էլ սիրեցին այս գործը, իրենց հեղինակային տերներն են ստեղծում։ Լիահույս եմ, որ նրանց միջոցով այս գործը կփոխանցվի սերունդներին։